Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը, բայց նախքան այդ եկեք մի քանի կարևոր հանգամանք նշենք։ Մարդու իրավունքների տեսանկյունից իրավունքի պատմության մասով, եթե ուսումնասիրենք, ամենաբեկումնային ժամանակաշրջանը եղել է երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած տարիները, որովհետև ամբողջ աշխարհը գնահատեց այն իրավիճակը, որ օրենքի գերակայությունը կարող է ծառայել մեղմ ասած ծայրահեղ չարամիտ նպատակների, եւ ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ այլևս պետությունները անցում են կատարում իրավունքի գերակայությանը։ Դրա առաջին փաստաթուղթը համարվում է Եվրոպայի խորհուրդը ստեղծելու կանոնադրությունը, ոչ թե Եվրոպայի միություն, այլ դրանից մի քայլ հետ, Եվրոպայի խորհուրդը։ Այն իր կանոնադրությամբ ամրագրեց իրավունքի գերակայությունը պայմանականորեն ասած ընդդեմ օրենքի գերակայության, որովհետև օրենքները կարող են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով փոփոխվել։ Օրենքները կարող են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ընդունվել, բայց այդ պարագայում էլ մեկ արժեք պետք է գերակայող լինի, դա իրավունքն է։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունում կա իրավունքի գերակայություն։ Ոչ։ Հիմա այս պնդումը հիմնավորելու համար պետք է նայել ավելի զգայուն ոլորտներին։ Պետք չի պայմանականորեն նայել օրինակ նոտարիատի ոլորտում խնդիրներ կան, թե ոչ։ Պետք է նայել այն դեպքերը, որտեղ իշխանության շահագրգռվածությունը չափազանց բարձր է, որտեղ այն բարձր չէ, շահագրգռվածությունը խախտելու ողջամտորեն բացակայում է։ Եկեք երկու կանխավարկածի վրա կառուցենք։ Առաջինը անմեղության կանխավարկած, երկրորդը ազատության կանխավարկած։ Անմեղության կանխավարկածը կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում ամենից շատ խախտվող իրավական երաշխիքն է, ամենից շատ։ Նույնիսկ այսօր ազգային ժողովի նիստերի դահլիճում ազգային ժողովի նախագահի տեղակալը ուղիղ իր հայտարարությամբ խախտեց անմեղության կանխավարկածը։ Հարգելի գործընկերներ, հաշվի առեք, մինչև ԱՄՆ գործող պաշտոնավարող նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելը վերջինիս վերաբերյալ մեղադրական բնույթի վերդիկտ է կայացվել։ Երդվյալ ատենակալները քննել են իր գործը եւ ասել են, որ վերջինս մեղավոր է։ Դուք տեսել եք այդ ընթացքում դեմոկրատների կողմից, այսինքն իր քաղաքական հակառակորդների կողմից այն ծավալի անմեղության կանխավարկածի խախտում, ինչը անում եք դուք։ Ինչը անում եք դուք։ Բայց եկեք ավելի հետաքրքիր դարձնենք բանավեճը։ Իսկ դուք տեսել եք, թե ինչ է արել ԱՄՆ դատարանը։ Տեսել եք։ ԱՄՆ դատարանը հայտարարում է, քանի որ Դոնալդ Թրամփը մասնակցելու է նախընտրական քարոզարշավին, դատարանը չնայած մեղադրական վերդիկտին, լավ էլ որ գումարեք թվերը մեղադրական վերդիկտի, հենց երկար տարիների ազատազրկման մասին էր խոսքը։ Գտնում է, որ պատժի նշանակման հարցը պետք է հետաձգել եւ թույլ տալ, որ մասնակցի նախընտրական քարոզարշավին, քանի որ ընտրողների կամքին չի կարելի միջամտել։ Տեսնում եք, երբ խոսում ենք ժողովրդավարությունից, այսենց օրինակներ պետք է բերենք, ոչ թե բառերով ասվի ժողովրդավարության բաստիոն, բայց օրինակ Սամվել Կարապետյանի դեպքում տնային կալանքը պահպանվի, տեսակցությունները բոլոր սահմանափակման մասով հանվի, բայց հանկարծ տնից դուրս չգա։ Ինչի համար։ Իդեպ դուք որպես քաղաքական հակառակորդներ ձեզ դիսկոմֆորտի մեջ չէիք զգում, որ ձեր հիմնական քաղաքական հակառակորդից փաստացի իրավապահ համակարգը ասում է դուք այն աստիճան եք վախեցել, որ ինքը հանկարծ օրինակ Տաշիր չգնա, հանկարծ ուրիշ քաղաք մի հատ չգնա, դա դուք եք արել։ Եվ սա է եղել 26 թվականի ընտրությունների իրացման մեխանիզմներից մեկը։ Հիմա գալիս ենք ազատության կանխավարկածին։ Ազատության կանխավարկածը նրա մասին է, որ անձին ծայրահեղ դեպքում պետք է կալանավորել։ Կրկին նույն ազգային ժողովի նիստերի դահլիճում
հնչում է միտք, որ անձը մեղադրվում է այսպիսի արարքում, դրա համար ոնց չկալանավորվի։ Ինձ մոտ տպավորություն է, որ դուք եվրոպական արժեքների ուղղությամբ չեք գնում, որովհետև եվրոպական դատարանը մոտ 30 տարի առաջ ասել է, որ անձը թե ինչու է մեղադրվում, զերո նշանակություն ունի կալանավորել չկալանավորելու հարցում, որովհետև կալանավորել չկալանավորելու հարցում նայում ես կթաքնվի, կխոչընդոտի, նոր հանցանք կկատարի, թե չէ։ Հիմա ուզում եմ հասկանամ, էլ ինչ նշանակություն ունի, թե մարդը ինչում է մեղադրվում, բայց շատ լավ, եկեք այս վարժությունը շարունակենք և պարզենք մարդու իրավունքների վիճակը Հայաստանում։ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեջ։ Միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեջ։ Արեգնազ Մանուկյանը կալանավորված է։ Հայաստանում կա տնային կալանքը որպես խափաման միջոց, այլ խափաման միջոցներ։ Իդեպ Արեգնազ Մանուկյանը կալանավորված է մի դեպքով, որը հարուցվել էր նախընտրական քարոզարշավի ընթացքում, բայց վերջինիս նկատմամբ խափաման միջոց կալանքի միջնորդություն չէր ներկայացվել, որովհետև վերջինս պատգամավորի թեկնածու էր, բայց խուզարկություն, հարցաքննություն ամեն ինչ արել էին։ Այսինքն անձը գիտեր դրա մասին, չի խոչընդոտել, չի թաքնվել քննությունից, նոր անցանք չի կատարել, բայց կալանավորված է։ Եվ իր մանկահասակ երեխային էլ չի կարող տեսնել, ում ծնունդը վաղն է իդեպ։ Բայց սա է այն իրավունքի ընկալումը, որը այս իշխանությունը որպես ազդակ փոխանցում է իրավապահներին։ Նույն օրինակ, մեկ այլ անձի օրինակ բերեմ, Ավետիք Չալաբյանի վերաբերյալ։ Ավետիք Չալաբյանի հետ կապված դեպքը տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակել էր հունիսի 6-ին։ Բառացի այն, ինչ հրապարակվել էր այդ տելեգրամյան ալիքի միջոցով, որին նաև բազմաթիվ անձին անդրադարձ էին կատարել, 17 օր անց կալանքի միջնորդություն է ներկայացվում և կալանավորվում է։ Բայց այն հարցը քննիչը, որ պետք է իրան տա, այդ 17 օրվա ընթացքում խոչընդոտել է, թաքնվել է, նոր հանցանք կատարել է, այդ հարցը չեն տալիս։ Պարզապես, կներեք արտահայտությանս համար սիրելի հայրենակիցներ, զոռով տանում են կալանքի միջնորդություն, զոռով ստանում են կալանքի որոշում։ Սա ենք մենք պատկերացնում որպես իրավունքի գերակայությունը։ Սա է ազատության կանխավարկածը։ Մի հատ կարևոր ձետալ ասեմ ձեզ։ Քրեակատարողական հիմնարկներում մենք կրկին մոտենում ենք գերբնակեցման ռեժիմին, են որ տեղերը քիչ են ԿԿԸ-ներում, ու որ նայենք սթափ իրավիճակին, քաղաքական բաղադրիչ ունեցող գործերը շատ են, ինչի համար լինի այդ դեպքերով կալանք։ Անկեղծ ես ուզում եմ հարց հնչեցնել, շատ մարդկայնորեն ասեմ, ձեր սիրտը չի կարա ցավալուց չլինի, երբ դուք տեսնեք կալանավորված անձի հարազատին, կնոջը, երեխային, ամուսնուն, հաստատ կցավա ձեր սիրտն է, չէ։ Ես չեմ պատկերացնում, որ մարդասիրության ճգնաժամը այդքան խորքային լինի Հայաստանում։ Բայց նաև ինչն եմ ուզում բարձրաձայնել, քրեակատարողական հիմնարկներ, որպես պատգամավոր, դուք այցելում եք պահման պայմանները նայելու համար։ Եթե այցելում եք, բայց 8 տարվա ընթացքում ինչ եք արել այդ ոլորտում։ Դուք գիտեք ինչ են պահման պայմանները։ Ես անկեղծ ուզում եմ այս հարցին ոչ թե մենակ զուտ ձևական մոտենալ, այս հարցի վերաբերյալ ֆունդամենտալ լուծումներ պետք է տրվեն։ Որովհետև մենք խոսում ենք մարդու արժանապատվության մասին։ Կալանքը չպետք է լինի գործիք որպես զենք իշխանության ձեռքերում, բայց այդպես է Հայաստանի Հանրապետությունում, այդպես է։ Ու իդեպ, քանի որ մի անեկդոտ ներկայացրեց պարոն Հարությունյանը, ես էլ մի դատավորի հետ կապված հանգամանք ներկայացնեմ, որին իդեպ այդ դատավորին ամենից շատը առաջ խաղացում դուք եք ապահովել, կներեք մի քանի վայրկյան հնարավոր է խախտեմ ժամկետը։ Ասում են այդ դատավորը փողոցով քայլելիս, երբ տեսնում է մարդկանց, տխրություն, տրտմություն է գալիս իր դեմքին և հոգում։
Երբ հարցնում են, ասում են ինչից ես տխրել, ասում այսքան մարդ եմ տենում ու ես իրանց կարայի կալանավորած լինեի։ Այդ դատավորին դուք առաջ խաղացում եք ապահովել ու նման դատավորների լիազորության դադարեցման հարց դուք չեք բարձրաձայնել։ Ավարտում եմ, անկեղծորեն եմ ասում, ես անկախ քաղաքական հայացքներից ցանկացած անձ, ով ապօրինի անազատության մեջ է, ազատություն եմ մաղթում։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, Աստված պահապան մեր հայրենիքին։ Շնորհակալ եմ։